ռուսական կայսրությունը կխաղացնի, թուրքերը կխաղացնեն սրան եւ սրա այս խմբակին, բայց վաղը մյուս օր հենց որ պետք չեղավ, արդեն իրենք ում են պետք։ Դավաճանը միշտ զզվանք է առաջացնում բոլորի մոտ, թեկուզ նրա մոտ, ում ինքը օգուտ է տալիս ահռելի, որտեղ մի դավաճան կարող է շատ ավելի մեծ գործ անի, քան մի ահռելի բանակներ։ Որ ասում է, թե չլիներ կինն ու գինին, ով կհաղթեր քաչ թաթուլին։ Հիմա նույնը սա է։ Եթե չլինի այս ներքին պառակտումը, դավաճանությունը, ինքը ամեն ինչ անում է, որ ժողովրդին պառակտի, եւ Սասնա ծռերին թիրախավորել են հենց դա է ցույց տալիս, որ թիրախավորել են համ նախկինները, համ ներկաները, ժողովուրդ ջան, դա ձեզ չի ասում, եթե մենք Սերժիկի մարդիկ էինք։ Ինքը չի ուզում մեզ նորից, սենց ասած, օգտագործի կոպիտ եմ ասում, նորից այս անգամ Նիկոլի դեմ, եթե մենք այդքան ապուշ ենք։ Դուք հələ մի հատ նայեք մեր շրջապատում այդ Սասնա ծռերի, ու որոշ են երիտասարդների բացառությամբ, ինչ մարդիկ են, ովքեր են, ինչ տարիքի են, ինչ ճանապարհ են անցել, ինչ կրթություն ունեն, ինչ ինտելեկտ ունեն, շատ շատերը կերազեին նման ունենային աշխարհայացք, այսինքն այդեն տխմար ինչ որ մարդիկ չէին, էլի կոպիտ ասած ռուսերեն ասած բայվիկներ չէին, որ հավաքել էին ինչ որ միտեղից ու նրանց օգտագործում էին, բա հիմա ինչի են այսենց երկու կողմից ոհմակի նման հարձակվում մեր վրա, ինչի համար, որովհետև նախկինները ու ներկաները սերտաճել են, ու թող ոչ ոք չասի, որ տենց չի, որովհետև այսօր եթե մենք ուշադիր նայում ենք, նույն այդ հեղափոխություն կոչեցյալը որ եղավ, ինքը երկու փուլային էր։ Առաջի փուլում իրան բանի տեղ չէին դնում, ասում են կգաք խոսա ժողովրդին կիաստապեցնի կգնա։ Երկրորդ փուլում այդ արցախյան կլաների մեջ այդ գործողությունները որ սկսեց, որտեվ Կարեն Կարապետյանի եւ Սերժիկի այդ կլաների մեջ խնդիրներ կար, այդ պայքարի ընթացքում հələ մատ ուշադիր նայեք, Ծառուկյան Գագո եւ մյուս մարդիկ, են որ ասում եմ ես հետո ասեց ու կեսից էլ շարունակեց, որ ջուր եմ բերես եմ արեն, սկսեցին օգնել է շարժմանը։ Հիմա դուք նայեք ինչքան աշխատող ունի, օրինակ նույն Խաչատուր Սուքիասյանն է, նույն Գագիկ Ծառուկյանը, նույն չգիտեմ Սպայկա, Մայկա, այդ սաղ այդ չգիտեմ Սասա, ինչա, բոլոր այդ համակարգերը որ կան, հələ մի հատ հաշվեք քանի տասնյակ հազար հոգի մարդ է աշխատում։ Ու երբ որ դու ինչ ռեսուրսների են տիրապետում։ Ու եթե նախկինում այդ նույն օլիգարխները, օրինակ նույն Շմայսյան գած, չգիտեմ, վազում էր այդ բանի հետևից վարորդի եւ այլն, երկրորդ փուլում չկար էլ տենց բան։ Նրանք սկսեցին Նիկոլին սատարել, որովհետև մտածեցին, բայց եղբայր, ինչի ենք պայքարում, եթե իրոք ժողովրդի համբերությունը լցվել է, հիմա մենք գնանք ու այդ ամեն ինչ եղավ ապրիլի 24-ի նախաշեմին, գնալ երկրորդ անգամ արյունահեղությամբ իշխանության, նա չուզեց, եկեք սրան թող գա, ամեն ինչը կընկնի սրա վրով, ու սենց էլ եղավ, չենք կարողանում այս բանը կամ չենք ուզում կառավարել, ուրեմն մեզնով կանենք։